Կարճ սեքսուալ զգեստ, ինչ տեսքով է Լիլիթ Կարապետյանը նշել մարտի 8-ը։ 90-ականների սեքս սիմվոլ համարվող երգչուհի Լիլիթ Կարապետյանն այսօր ժամանակ առ ժամանակ չի դավաճանում իր անվանն ու շատ անգամներ հանդես է գալիս խիզախ ու սեքսուալ կերպարներով։ Լիլիթը երեկ մարտի 8-ի առիթով ակումբներից մեկում իր երկրպագուների համար երգեր է կատարել բավականին համարձակ, կարճ և սեքսուալ զգեստով։ Նշենք նաև, որ երգչուհին վերջին շրջաններում հաճախ է մասնակցում հարցազրույցների, որի ընթացքում խոսում է իր ապրած ոչ այնքան հարթ կյանքի մասին։ Վերջերս հարցազրույցներից մեկում երգչուհին անդրադարձել է իր և Վազգեն Սարգսյանի հարաբերություններին։ Հիշեցնենք, որ խոսակցություններ կային, որ կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ։ Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է, իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ և ունենալ գեղեցիկ ընտանիք, անկեղծացել է երգչուհին։ Նա խոսել է նաև 1999 թվականի հոկտեմբերի 27-ի մասին։ Չէր կարողանում հավատալ, որ Վազգեն Սարգսյանը ոճրագործության զոհ է դարձել։ Անընդհատ լսում էի, բոլորն ասում էին՝ «Էլ չկա Սպարապետը», բայց ես չէի հավատում, մինչև որ նրա վարորդն ասաց։ Մեր ընտանիքի ճակատագիրը հենց էդ վայրկյանից խեղաթյուրվեց։ Ինքը շատ մտերիմ էր, թե եղբորս, թե մորս հետ։ Ես ու եղբայրս Վազգենի ամեն ինչն էինք տեսել ու երբեք չէինք օգտվել։